Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ, ինչպես նաև հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ նույնպես կարող եք լսել ու դիտել live stream-ի տարբերակով, նաև հարցեր կարող եք թողնել մեկնաբանությունների բաժնում, ես դրանց ինչպես միշտ հետևում եմ եւ հետաքրքիրները, արդիականները կուղեմ մեր այսօրվա հյուրին ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու, Wigmore Clinic-ի ակնաբուժ Ռիմա Թորոսյան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տեսողության եւ աչքերի առողջության հետ կապված խնդիրները միշտ կան, եթե չասենք, որ շատանում են դրանք, այսօր ձեր օգնությամբ փորձենք հասկանալ, թե որ գանգատների դեպքում է պետք շտապ դիմել ակնաբուժի, ինչ տեսողական խնդիրներ են մեր օրերում, այսպես շատացել եւ տարածում ստացել, ու կամաց անցում կկատարենք նաեւ երևի թե ամենատարածված հիվանդություններից մեկի պարզաբանմանը, կատարակտը, շատ հայտնի է, կարծում եմ այդպիսի մարդ չկա, որ չի լսել եւ չի ճանաչում մեկի, ով առնչվել է այս հիվանդության հետ, ու դրա մասին առանձնահատկությունները, միֆերը, ճշմարտությունները, ժամանակակից մոտեցումները եւս կքննարկենք։ Ես այս ամենը ասում եմ, հարգելի ունկնդիրներ, որպեսզի մնաք մեզ հետ, շատ հետաքրքիր եւ կարծում եմ բոլորի համար կարեւոր եթեր է սպասվում։ Եվ այսպես, մեզ է թվում, թե տեսողության ու աչքի գանգատների այսպես խնդիրները շատացել են ու մարդիկ ավելի շատ են կարիք դիմում ակնաբուժի, թե սա մի քիչ համացանցի էֆեկտն է, որը մեզ ցույց է տալիս հարցերը, դիմելը, ակնաբուժների պահանջվածությունը եւ այլն եւ այլն։ Պետք է նշեմ, որ շատացել են, այո, եւ բոլոր տարիքային խմբերում պատճառները շատ են, բայց հիմնականում առաջին հերթին քանի շատ ակնաբուժական հիվանդություններ իրենց բնույթով տարիքային են եւ կյանքի միջին տևողությունը աճել է, շատ տարիքային հիվանդություններ, հենց նույն տարիքային կատարակտը, տարիքային մակուլոդեգեներացիան մենք արդեն կլինիկական պրակտիկայում ավելի շատ ենք տեսնում եւ իհարկե ժամանակակից կենսակերպը, որովհետեւ գadgetները, հեռախոսների համակարգիչները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, շատերը հենց աշխատանքի բնույթից ելնելով եւս շատ են անցկացնում համակարգչի դիմաց, ու սա բերում է մի շարք գանգատների, շատ հաճախ տհաճ գանգատների, տեսողության լարվածությանը, աչքի չորությանը, այրոցի զգացողությանը, գլխացավերի շատ հաճախ, ու այս գանգատներով եւս ավելի արդեն երիտասարդ տարիքում համեմատաբար, բայց դիմում են։ Նույնիսկ երեխաներ կարծում եմ դեռահասության տարիքի, որովհետեւ իրենք էլ շուրջօրյա էկրանների առաջ են անցկացնում։ Գիտեք, այստեղ տարօրինակ ինչն է ինձ համար, որ մեզ հավատացնում են, որ ժամանակակից էկրանները, ժամանակակից էս տեխնիկան բացարձակ անվնաս է աչքի համար, դա առաջվա հեռուստացույցներն իրենց վատ էկրաններով չեն ու հիմա բոլորը ունեն պաշտպանիչ թաղանթներ ու հնարավոր չէ ուղղակի էկրանով հստակ վնաս հասցնել տեսողության, օրինակ դառնալ կարճատես կամ ձեռք բերել աստիգմատիզմ։ Ճիշտ չենք արդյոք մենք մտածում ավելի շատ մոտ տարածության վրա երկարաժամկետ աշխատելն է, որովհետև երբ որ մենք անդադ մոտ հեռավորության վրա ենք ինչ-որ աշխատանք կատարում, նախ մոռանում ենք թարթել, իսկ թարթման այդ գործընթացը շատ կարևոր է, որովհետև եւ դա նպաստում է արցունքային շերտի բնական աշխատանքին եւ աչքի խոնավեցմանը ու նաեւ արցունքի նորմալ դրենաժին։ Շատ հաճախ հենց արցունքահոսության գանգատով էլ դիմում են պացիենտները կամ հենց չորության գանգատով, ու այստեղ աչքերի հիգիենան շատ կարևոր է, կենսակերպը նույն հաշվի առնելով, տարբեր վարժություններ կան, որոնք խորհուրդ ենք տալիս կիրառել, ամենատարածվածը 20-20-20-ի կանոնն է։ Ներկայացրեք, խնդրեմ, հետևենք։ Ցանկալի է 20 րոպե 1-20 վայրկյան տևողությամբ, նայել 20 ոտնաչափ մոտ 6 մետր հեռավորության վրա, այսինքն ավելի հեռու, սա օգնում է մարզել աչքերը, նաև մեր ցիլիար մկանը, որը ֆոկուսավորման համար մեծ դեր ունի, կարևոր ֆունկցիա է կատարում եւ բավականին նվազում են հոգնածության գանգատները այդ դեպքում 20 րոպեն 1 փաստարան։ Այո, ցանկալի։ Լավ, ինչպիսին է ձեր տպավորությունը, հետևում են մարդիկ այս կանոնին, թե ոչ։ Շատերը այո, շատերը ոչ։
Բայց միշտ խորհուրդ ենք տալիս, մանավանդ եթե համապատասխան գանգատներ կան եւ պացիենտը եւս ասում է, որ մոտ տարածության վրա շատ ենք աշխատում, այդ դեպքում պարտադիր խորհուրդ ենք տալիս, խիստ ցանկալի է։ Ինչ վտանգավոր գանգատներ կնշեք, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել ակնաբուժի, այսինքն մենք հիմա ունենք չէ խոնավացնող կաթիլներ, նույնիսկ լինզաներով, լինզա կրող մարդկանց համար, որ առանց նշանակման կարելի է ձեռք բերել եւ օգտագործել, բավականին թեթևացնում են որոշ գանգատներ։ Հիմա կուզեմ ավելի վտանգավորներն էլ նշենք, որոնք վատ բանի մասին կարող են խոսել։ Ընդհանրապես ցանկացած գանգատ ախտանիշ, որը շատ արագ է զարգացել, արդեն իսկ նշան է, որ պետք է շտապ դիմել ակնաբուժի, նույն տեսողության սուր կորուստը, որը կարող է լինել օրերի կամ րոպեների ընթացքում անգամ, ցանկալի է, որ միանգամից դիմեն ակնաբուժի։ Բորբոքային երևույթները, որոնք շատ արագ են ի հայտ գալիս, կարմրությունը, այտուցը, լուսավախությունը, եւս ցանկալի է, որ այս դեպքում դիմեն ակնաբուժի, բայց իհարկե պետք է նշեմ, որ շատ ակնաբուժական խնդիրներ սկզբնական փուլերում գրեթե անախտանիշ կարող են ընթանալ եւ նույն ինքը գլաուկոման, որ տեսանյարդի հիվանդություն է, հա, այսպես ասած, այսինքն սկզբնական փուլերում գլաուկոման չի վնասում մեր կենտրոնական տեսողությունը, այսինքն պացիենտը շատ հաճախ չի կարող զգալ, որ տեսողությունը նվազում է, բայց պերիֆերիկ տեսողությունը, այսինքն տեսադաշտը սկսում է արդեն վնասվել։ Եվ այս դեպքում մանավանդ 40-ից հետո ցանկալի է, որ անկախ գանգատների առկայությունից, ինտենսիվությունից գոնե տարին 1-2 անգամ ստուգվեն։ Մի այսպիսի հարց այդ դուք ասում եք տեսողության կորուստը հատկապես արագը վնաս է, իսկ կան տեսողության կորուստի բնույթներ, տեսակներ, օրինակ, որոնք կարող են տարբեր հիվանդությունների մասին խոսել։ Ես գիտեմ, որ մենք մի ձևի եւ մի բնույթի չենք սկսում վատ տեսնել, այդ դրանք շատ տարբեր կարող են լինել։ Մի քանի խմբավորում կարող ենք ներկայացնել։ Օրինակ, խոսեցինք հենց կատարակտի մասին, կատարակտի դեպքում որպես կան սուր տեսողության կորուստ, այդպես չենք ունենում, այսինքն դա ավելի երկարատև process է ամիսների ընթացքում, շատ հաճախ տարիների ընթացքում պացիենտը նշում է, որ քիչ-քիչ տեսողությունը դառնում է մշուշոտ, ավելի վատ են տեսնում երեկոյան ժամերին, վարորդները մեքենա վարելիս արդեն ունենում են գանգատներ, բայց օրինակ ցանցենու շերտազատման ժամանակ պացիենտը կարող է նշել կտրուկ, այսպես վարակույր է իջնում աչքի դիմաց, սև դեֆեկտ, եւ դա արդեն խոսում է շերտազատման մասին, ու այս դեպքում ցանկալի է, որ արագ դիմեն ակնաբուժի, որովհետեւ մեր աչքը բացի օպտիկական միջավայր լինելուց, նաեւ տեսանյարդը, ցանցատանթը դրանք նյարդային հյուսվածքներ են, ու ցավոք սրտի նյարդային հյուսվածքը վերականգնում է կամ շատ դանդաղ եւ դժվարությամբ, կամ երբեմն անգամ չի վերականգնվում եւ այստեղ արդեն առաջնային խնդիրը մեր եղած տեսողությունը պահպանելն է եւ հնարավորինս բարելավել կորցրած տեսողությունը վերականգնել ինչքանով որ հնարավոր է, որովհետեւ շերտազատման ժամանակ ցանցենին սնուցում չի ստանում այդ պահին, նրա արտաքին հատվածը սնուցումից զրկված է եւ մերուկանում է ստեղծան։ Եվ վնասվում է արդեն հյուսվածքը, դրա համար նմանատիպ երևույթների պարագայում, մանավանդ երբ արագ է տեղի ունենում որոշակի փոփոխություններ, տեսողության նվազում պետք է դիմել ակնաբուժի։ Այսինքն այստեղ եւս վաղ ախտորոշումը կարող է շատ կարեւոր լինել, փրկել աչքը ու օրգանապահպան նշանակություն ունի։ Եկեք այդ դեպքում հիմնական հետազոտություններին էլ անդրադառնանք, ենթադրենք գանգատներով հայտնվեցինք ձեր սենյակում ու հիմնական բազային որ հետազոտություններն եք դուք նշանակում, ուղղակի գաղափար կազմելու համար ինչ է կատարվում աչքում։ Հետո կարող ենք բարդացնել եւ գնալ դեպի կատարակտը իհարկե։ Առաջին հերթին լսում ենք պացիենտին, գանգատները եւ անամնեստիկ տվյալներ, այսինքն կան արդյոք գանգատներ երբեն ի հայտ եկել, ինչի հետ է կապված գանգատը, որտեղ սա շատ օգնում է ակնաբուժին ավելի թիրախային աշխատել, բայց իհարկե կան հիմնական այսպես պրոցեդուրաներ, որոնք անպայման իրականացվում է, առաջին հերթին ստուգվում է տեսողության սրությունը, ստուգվում է պացիենտի ռեֆրակցիան, այսինքն կարճատեսության, հեռատեսության հնարավոր առկայությունը։ Այդ թվերն են դրանք, չափսը չէ՞ որ ասում։ Որքան է քո կարճատեսություն։ Փորձում ենք ակնոցային կորեկցիայի միջոցով հասկանալ մաքսիմալ տեսողությունը, ինչքան է պարտադիր չափվում է ներակնային ճնշումը, զննում ենք աչքը ճեղքային լամպի օգնությամբ,
զննում ենք ակնահատակը, արդեն իսկ այդ հիմնական հետազոտությունները օգնում են կողմնորոշվել, եթե կան հավելյալ ավելի նեղ հետազոտությունների կարիք, դրանք եւս պարտադիր իրականացվում են։ Ինչի համար է ներակնային ճնշումը եւ ինչու է այն կարեւոր։ Ինչը ցույց տալիս այն ձեզ։ Ներակնային ճնշումը շատ կարևոր է հենց գլաուկոմայի վաղ հայտնաբերման համար։ Իհարկե կա նաև գլաուկոմայի կլինիկական ձև, երբ մենք չունենք որպես կանոն ներակնային ճնշման բարձր թվեր, այսինքն ներակնային ճնշումը կարող է լինել նորմայի սահմանում, բայց եւս ունենանք տեսանյարդի վնասում, բայց հիմնականում բարձր ներակնային ճնշումը արդեն իսկ ցույցում է, որպեսզի մենք հետագա հետազոտություններ անենք, ստուգենք պացիենտի տեսադաշտը, տեսանյարդի վիճակը, որպեսզի ժամանակին բուժում նշանակենք եւ հսկենք պացիենտին իհարկե։ Եվ իհարկե ճեղքային լամպով ստուգումն էլ հիմա բարձրաբանենք, որովհետեւ միգուցե մարդիկ առաջին անգամ են լսում այս բառակապակցությունը եւ հասկանանք ինչու է կարեւոր ձեզ համար որպես թերապևտ։ Ճեղքային լամպի օգնությամբ դա միկրոսկոպ է, այսպես ասած, եւ խոշորացույցի տակ մենք դիտում ենք մեր տեսողության օրգանը, աչքը, ստուգվում են առաջային հատվածները, երջաթաղանթը, ոսպնյակը եւ իհարկե նաեւ հատուկ լինզայի, այսպես ասած, օգնությամբ նաեւ դիտվում է ակնահատակը, ճեղքային լամպի օգնությամբ եւս։ Այսինքն դա մեզ հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել աչքը եւ հասկանալ կան արդյոք որոշակի խնդիրներ, թե ոչ։ Այս հետազոտությունները պարտադիր համադրվում են լաբորատոր հետազոտությունների հետ, թե նրանք ցույց են տալիս ինչ-որ բան, որը ձեզ արդեն դրդում է նշանակել անալիզներ կոչվածը։ Չէ, դա մենք երբ որ գալիս է պացիենտը հետազոտության, հիմնական այն փուլերն են, որ պարտադիր անում ենք։ Այսինքն եթե հայտնվում է պացիենտը ակնաբուժի կաբինետում, անպայման զննում է ճեղքային լամպով։ Չի խուսանավի։ Մի այսպիսի հարց, դուք հիմա բազմաթիվ գործիքային հետազոտություններ նշեցիք ու դեռ լաբորատորն էլ չնշեցիք։ Մարդիկ ինչպես է սովորաբար հասկանում են, որ ահա այսքան շատ հետազոտություն է պետք մի փոքր աչքի մասին գաղափար կազմելու համար։ Ինչպիսին է նրանց տպավորությունը կամ բողոքում են թե ոչ, մի փոքր կիսվեք։ Չէ, հիմնական չեն բողոքում, մանավանդ եւ բացատրում ենք նպատակը, իրենք էլ ուրախությամբ անպայման ցանկանում են, որպեսզի հետազոտվի մանրամասն տեսողական օրգանը, որպեսզի հնարավոր խնդիրները ժամանակին հայտնաբերվեն։ Մենք ակնաբուժության մեջ սարքեր շատ ենք կիրառում ընդհանրապես։ Ամբողջը սարքեր ձեր կաբինետներում եւ բաներում, լաբորատորիաներում եւ այլն։ Մի այսպիսի հարց արդեն կատարակտի վերաբերյալ այդ ձեր նշվածներից, որ հետազոտություններն են պարտադիր անպայման վերջնական կատարակտի հայտնաբերման համար։ Ճեղքային լամպի քննությամբ ցանկալի լայն բբի պայմաններում հետազոտում են ոսպնյակը եւ եթե շերտերում արդեն հայտնաբերվում են պղտորումներ, որովհետեւ ինչ է կատարակտը մեր նորմալ բնական ոսպնյակի պղտորումն է, տարբեր ձևեր կարող են լինել կատարակտի, բայց կլինիկական պրակտիկայում մենք հիմնականում տարիքային կատարակտի հետ գործ ունենք եւ տարիքի հետ նյութափոխանակային փոփոխությունների ֆոնին ոսպնյակային սպիտակուցները, ավելի հիմնական սպիտակուցը կրիստալին սպիտակուցն է, բնափոխվում է եւ սկսում է պղտորվել եւ պացիենտները հիմնականում նշում են գանգատ մշուշոտ տեսողությունը, մասնավորապես գիշերային ժամերին։ Ավելի արտահայտված է դառնում վատ տեսողությունը։ Դուք նշեցիք, որ սնուցման խանգարումներ են այստեղից, տրամաբանական հարց է առաջանում, կան վտանգավոր քրոնիկական կամ թեկուզ սուր փուլով հիվանդություններ, որոնք շատ փոխկապակցված են հենց կատարակտի հետ, որոնք միգուցե նպաստում կամ անպայման զուգակցվում են կատարակտի հետ։ Իհարկե առողջ սնունդը կարևոր է այստեղ, որովհետև սնունդը աչքի հետ միշտ, այո, մեր ամբողջ օրգանիզմի հետ, աչքն էլ օրգանիզմի մի մասն է, այո։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները եւս դրա համար միշտ մենք խորհուրդ ենք տալիս, ես ինքս միշտ խորհուրդ եմ տալիս արևային ակնոցներով լինել, որովհետեւ եւ լույսի կապույտ սպեկտրը որոշակի ազդեցություն ունի մեր տեսողական օրգանի վրա եւ հենց ուլտրամանուշակագույն ճառագայթները, ավելի կոնկրետ բետա ճառագայթը, տոքսիկ ազդեցություն ունի եւ դա եւս խթանում է ոսպնյակի պղտորմանը, նպաստում է դրան, այսպես ասած։ Առողջ կենսակերպը միշտ կանխում է այդ փոփոխությունների վաղաժամի հայտ գալը, բայց ինչպես ծրեցի տարիքային է այդ process-ը եւ որոշակի տարիքում վաղ թե ուշ մենք հանդիպում ենք կատարակտին։
Իսկ օրինակ շաքարային դիաբետի հետ Դա ևս ռիսկի գործոն է։ հա, այս հիվանդությունների դեպքում թիրախ են այդպիսի մարդիկ։ Որպես կան շաքարային դիաբետը ինքնին բարձրացնում է կատարակտի զարգացման ռիսկը։ Բացի այդ, ինչպես նշեցի, բացի տարիքային բնույթից ունենք նաև երկրորդային կատարակտի ձևեր, երկարաժամկետ մի շարք դեղորայքների կիրառումը կարող է հանգեցնել կատարակտի, նույն ստերոիդների կիրառումը, համակարգային խնդիրների ժամանակ պացիենտները երկարատև կարող են կիրառել այդ դեղորայքները եւ անգամ նորմայից ավելի վաղ կարող է այդ դեպքում արդեն ոսնյակի պղտորում ի հայտ գալ տրավմաները, տրավմատիկ կատարակտի պատճառ կարող են դառնալ։ Շատ հաճախ տեսքից կատարակտի արդեն մենք մտածում ենք, որ կարող է տրավմատիկ լինել կատարակտը, բնածին կարող է լինել կատարակտը, շատ բնածին ձևեր կատարակտի անգամ ավելի ուշ տարիքում ենք հայտնաբերում, որովհետև որակապես տեսողության վրա շատ չեն ազդում եւ պրոֆիլակտիկ ուղղակի հետազոտության ժամանակ տեսնում ենք, որ կա։ Մարդը չի կասկածում, որ ինքը միգուցե բնածին ունի եւ կամ հարմարվում են, մտածում են Փաստորեն կարող ենք ասել, որ հիմնականում տարեցների հիվանդություն է, թե այս Հիմնականում, պնդումը այո։ այդքան էլ ճիշտ չէ։ Առավելապես այո, որովհետև անհամեմատ ավելի հաճախ մենք տեսնում ենք տարեցների մոտ տարիքային process-ների արդյունքում։ Եվ իհարկե, որն է այդ տարիքը, այսօր շատ մի քիչ լղոզված են արդեն երիտասարդ, տարեց, ծեր եւ այլն, դուք ակնաբուժներդ որ տարիքից հետո եք խորհուրդ տալիս զգուշ լինել։ Ընդհանրապես տարիքային process-ները 40-ից հետո սկսվում են, նույն պրեսբիոպիան տարիքային հեռատեսությունը 40-ից հետո սկսում է գլուխ բարձրացնել, այսինքն պացիենտը սկսում է մոտ տարածության վրա ավելի դժվար կարդալ, այսպես ասած, հենց կարդալուց էլ բողոքում են կամ ասեղ թելել չի ստացվում, բայց բուն կատարակտը ավելի հաճախ հանդիպում է 50-ից հետո 50-ից 60 տարեկան միջակայքում եւ ավելի բարձր իհարկե ավելի հաճախ արդեն սկսում ենք հաճախակի հանդիպել, նույն սկսվող կատարակտը արդեն սկսում է երևալ process-ը, այսինքն այդ փուլում արդեն սկսվում է։ Մի հարց ունենք, արդյոք ժառանգական է այս հիվանդությունը եւ եթե ունեցել է մոտ հարազատը, ապա ինչ հավանականությամբ նաեւ օրինակ զավակը կունենա։ Հատուկ հիվանդություններ կան, որոնց դեպքում ժառանգական կարող է լինել, բայց այդ դեպքում խոսքը գնում է արդեն բնածին կատարակտի մասին։ Մանկական տարիքում դա հայտնաբերվում է եւ եթե ունենք արդեն որակապես դա ազդում է տեսողության վրա, այդտեղ վաղ փուլերում պետք է վիրահատվի, որպեսզի աչքի ծուլություն չզարգանա, այսպես կոչված ամբլիոպիան։ Արդեն մեծահասակների ակնաբուժները ավելի քիչ են դա հանդիպում, դրա հետ ավելի քիչ գործն է, որովհետեւ փոքր տարիքում արդեն դա հայտնաբերվում է, եթե կան ժառանգական ձևեր, այո։ Շատ հիվանդություններ, հատկապես հենց տարիքային գործոնի հետ կապված մեծապես կախված են հորմոնալ ֆոնից եւ այս առումով կանայք ոնց որ շատ են աչքի ընկնում եւ առանձնանում տարբեր տատանումներով արդյոք կատարակտը այս առումով էլ վտանգավոր է հենց կանանց համար կամ ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ, ինչ կասեք։ Որպես այդպեսին չունենք այդպիսի ստատիստիկա, որ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց, բայց իհարկե նաև հետկլիմակտերիկ շրջանում եւս մեր օրգանիզմը փոփոխվում է եւ նույն այդ նյութափոխանակային փոփոխությունները տեղի են ունենում մեր աչքում եւ նաեւ ոսնյակում։ Դրա համար ավելի հաճախ հենց հանդիպում ենք այդ տարիքում։ Այդ թվում նաև կանանց մոտ, բայց հստակ սեռային տարբերակում, որ տղամարդկանց մոտ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց։ Հա, այդպես էլ չկա, տղամարդիկ էլ իրենց ազդեցության գործոններն ունեն։ Եկեք զարգացման մասին խոսենք, կատարակտի հիվանդության, արդյոք այն ունի փուլավորում, թե ոչ։ Հաճախ ասում են այդ հասունանալը, սպասենք հասունանա, դեռ չի հասունացել, այսպիսի բառեր շատ ենք լսում կատարակտի վերաբերյալ, կարող եք նկարագրել ընթացքը։ Փուլեր կան սկզբից լինում է սկսվող տարիքային կատարակտ, երբ մենք ունենում ենք նուրբ պղտորումներ ոսմյակում, ոչ հասուն, հասուն, գերհասուն, իհարկե կա այդպիսի տեսակետ, որ ասում են սպասում ենք հասունանա նոր վիրահատենք, բայց պետք է նշեմ, որ այդ մոտեցումը արդեն իսկ հնացած է եւ դա ուղղակիորեն կապ ունի ժամանակակից մեթոդների հետ վիրահատական, որոնք ներկայումս կիրառվում են։ Բայց հասունանալը ինչ է նշանակում անատոմիական մակարդակով, մի քիչ պարզ կարող եք նկարագրել, ինչին են սպասում, այդպես կոնկրետ։ Հասուն կատարակտը արդեն մեր առարկայական տեսողության վրա է ազդում, այսինքն պացիենտ ունի բավականին ցածր տեսողություն։ Դա սկզբնական փուլում կարող ենք ասել ուղղակիորեն պղտորումների չափը եւ տարածվածությունների ինտենսիվությունը հասունության հետ կապ ունի։
եթե այսպես ասենք։ Այսինքն դու գործիքային հետազոտությամբ կարողանում եք տեսնել քիչ թե շատ հասունացել է, թե դեռ ոչ։ Անկամ շատ գերհասուն փուլերում մենք անձեն աչքով եւս դա տեսնում ենք։ Եվ ներկայումս կատարակտի վիրահատության ամենալայն տարածում գտած մեթոդը ուլտրաձայնային մեթոդն է կամ կատարակտի հեռացման ֆակոեմուլսիֆիկացիայի եղանակը, ինչ է դա, երբ մենք կատարակտը հեռացնում ենք սարքի միջոցով, ուլտրաձայնային սարքի միջոցով, այդ ուլտրաձայնային էներգիան տատանումներ է ստեղծում, դա օգնում է մասնատել ոսմյակը եւ այսպես ասած ուտել այն։ Եվ ինչքան հասուն է կատարակտը, այնքան կարծր է ոսմյակը, հետևաբար սարքը աշխատում է ավելի երկար, վիրահատություն տևում է ավելի երկար, հետվիրահատական վերականգնողական շրջան տևում է ավելի երկար եւ ինչպես ներվիրահատական, այնպես էլ հետվիրահատական բարդությունների ռիսկը ավելին է, քան եթե վիրահատվի ոչ հասուն փուլում։ Ցանկալի է վիրահատել ոչ հասուն փուլում, երբ դեռ ոսմյակը այդքան էլ կարծրացել չէ, բայց պացիենտը իր առօրյայում արդեն զգում է գանգատներ, այսինքն տեսնում է, որ մշուշոտ է տեսողությունը եւ դա իրեն կենցաղում խանգարում է։ Դա լավագույն փուլն է վիրահատության համար։ Հիմա ներկայում այդպես է համարվում։ Լավ, իսկ առաջ այդ դեպքում ինչ էր արվում, եթե սպասում էին հասունացման, ուզում հասկանանք։ Առաջ ավելի ակտուալ էին մանուալ եղանակները, այսինքն կատարում էր կտրված, ներկայումս կտրվածքը ավելի փոքր չափերի է, քանի որ սարքն է աշխատում, այն ժամանակ ավելի մեծ էր կտրվածքը փակվում էր կարի օգնությամբ եւ տեխնիկապես ավելի հեշտ էր հեռացնել, քանի որ երբ ոսմյակը կարծրանում է, կորիզների չափսերով նաև մեծանում է եւ կարծրանում է, ավելի հեշտ է նրան մանուալ եղանակով հեռացնելը։ Դա նախկինում կիրառելի մեթոդի, այսպես ասած, հատկանիշներից մեկն էր եւ դա օգնում էր վիրահատությունը իրականացնել։ Բայց ներկա պահին, քանի որ մենք դա ունենք սարքի օգնությամբ, սարքը ավելի հեշտ աշխատում է ոչ կարծր ոսմյակի դեպքում։ Լավ, իսկ թերություններ այս դեպքում չկան, որ օրինակ փոքր հատվածը կարվի, հետո նորը կառաջանա եւ ստիպված նորից կարվի, ինչ որ այսպեսի կատարակտ կառաջանա։ Այո, օրինակ այլ օջախ կառաջանա ու ստիպված մարդը մի քանի անգամ Չէ, այդպեսի բան բարեբախտաբար չունենք, մանավանդ եթե խոսում ենք չբարդացած կատարակտի մասին, վիրահատություն տևում է բավականին կարճ 15 րոպե, բխտորված ոսմյակի փոխարեն տեղադրվում է արհեստական ոսմյակ, հատուկ հաշվարկների օգնությամբ մենք ընտրում ենք հստակ համար ոսմյակի համար, որը ապահովում է պացիենտի հեռվի տեսողությունը։ Ու դա եւս սարքն է անում։ Բուն ոսմյակի հեռացումը, այո, կատարում ենք սարքի օգնությամբ եւ արդեն իսկ հաջորդ օր պացիենտը հստակ տարբերություն է տեսնում։ Իհարկե հետվիրահատական շրջանը որոշակի դեղեր կան, որոնք նշանակում ենք, մենք նրանք կաթացնում են, ընդհանուր վերականգնողական շրջանը մի քանի 3-4 շաբաթ մինչև կարող է տևել այդ դեղորայք կաթացնելու շրջանը։ Ինչ կանգատների սпасել հետվիրահատական շրջանում ցավային կլինի, ինչ որ արտաքին կարող են լինել, չորության զգացողություն եւս կարող է լինել, բայց պետք է նշեմ, որ կատարակտը ինքը չի նորից կրկնվելու, այսպես ասած, կարող է լինել երկրորդային կատարակտի մի ձև, որը կապսուլայի պղտորումն է։ Մենք ոսմյակը բնական գտնվում է իր կապսուլայի մեջ եւ մենք կապսուլայից հեռացնում ենք ոսմյակը, կապսուլան թողնելով իր տեղում եւ ժամանակի հետ կարող է կապսուլան պղտորվել, բայց դա հատուկ լազերային միջամտությամբ մենք րոպեական լուծում ենք այդ խնդիրը, բայց բուն ինքնին հենց ոսմյակի պղտորում այդպեսին տեղի չի ունենում, քանի որ մենք հեռացնում ենք ոսմյակը։ Հետաքրքիր հարց ունենք, արդյոք կարող է անձը կատարակտից բացի ունենալ այլ տեսողական խնդիր, կարճատեսություն կամ հեռատեսություն, աստիգմատիզմ, դա այնտեղ շատ բան կարող է լինել եւ արդյոք մեկ միջամտությամբ կարող է արվել օրինակ մի քանի խնդրի լուծում շտկում։ Դա այդպես չեն անում։ Չէ, բարեբախտաբար դա հնարավոր է։ Ինչու բարեբախտաբար, ծանր չի, մեկ միջամտությամբ մի քանի բան։ Ինչպես նշեցի, կատարվում է հաշվարկ եւ ստանդարտ մեկ ֆոկուսանի ոսմյակների պարագայում հստակ հաշվարկի օգնությամբ մենք կարողանում ենք շտկել պացիենտի հեռվի տեսողությունը, այսինքն հեռուն նայելիս պացիենտը հստակ տեսողություն ունի, ինչպես նշեցի, քանի որ տարիքի հետ զարգանում է տարիքային հեռատեսություն, մոտ տարության համար պացիենտը կրում է ակնոց։ Բայց եթե խոսքը գնում է ավելի բարձր դասի ոսմյակների մասին, արհեստական ոսմյակների մասին, մենք այդ խնդիրը եւս կարող ենք շտկել
կրկին հստակ կատարում է հաշվարկ, կան ոստիկաններ, որոնք ապահովում են հեռվի եւ միջին տարածության տեսողությունը, կան ավելի բարձր դասի ոստիկաններ, որոնք ապահովում են եւ նաեւ մոտ տարածության տեսողությունը, կան հատուկ ոստիկաններ, նշեցիք աստիգմատիզմը, թորիկ ոստիկանները, որի օգնությամբ նաեւ շտկվում է այդ խնդիրը։ Ցանկացած ռեֆրակցիոն խնդրի պարագայում հեռատեսության, կարճատեսության մենք դա շտկում ենք հստակ հաշվարկված ոստիկանի իմպլանտացիայով, արհեստական ոստիկանի իմպլանտացիայով։ Այդ իսկ պատճառով, եթե չկան ուղեկցող այլ հիվանդություններ, նույն ցանցաթաղանթի հիվանդություններ, գլաուկոմա, պացիենտը ունենում է բավականին բարձր տեսողություն եւ բարձր կյանքի որակ։ Կյանքի որակը միանշանակ կարծում եմ վիրահատվելուց հետո մարդիկ այն նոր զգում են ինչպես փոխվեց իրենց կյանքի որակը, որովհետև իրենք սովորում են այդ խնդիրներով ապրել ուղակի ու չնկատել մեր հոգեկանը չի նկատում, որ ինքն ամեն օր ունի նման խնդիրներ։ Իդեպ հակացություններ կան, որ օրինակ պետք է անել կատարակտի վիրահատություն, բայց հարաբերական հակացություն կա կամ բացարձակ հակացություն այդպես լինում է։ Չէ, իհարկե ակնաբուժական տեսակետից կան որոշակի խնդիրներ եւ այդ խնդիրների առկայության պարագայում կատարակտի առկայության պարագայում մենք փորձում ենք հստակ որոշում կայացնել, բայց իհարկե դա կատարվում է մանրամասն հետազոտությունների արդյունքում բարձր ներակնային ճնշումը օրինակ անպայման պետք է իջեցնել նոր գնալ վիրահատության։ Դա կախված է ուղեկցող հիվանդություններից։ Իհարկե համակարգային խնդիրները, ուղեկցող օրինակ սիրտանոթային հիվանդությունները դրանք եւս պետք է անպայման լինեն կոմպենսացման փուլում եւ հսկվեն հատուկ մասնագետի կողմից եւ եթե պացիենտի վիճակը թույլ է տալիս, կարող ենք իրականացնել վիրահատությունը։ Այսինքն չենք հրաժարվում վիրահատության գաղափարից, մի քիչ նեյտրալիզացնում ենք ազդեցությունները եւ անում։ Ու իհարկե կարևոր հարց կատարակտի վիրահատությունը ներառված է արդյոք համընդհանուր ապահովագրության շրջանակում եւ ինչ փոփոխություններ ունենք այս թեմայում։ Այո, մեծ ուրախությամբ նշեմ, որ այո, դա ներառված է եւ համընդհանուր բժշկական ապահովագրության շրջանակներում պացիենտները հնարավորություն ունեն կատարել վիրահատությունը լիովին անվճար, փաթեթի մեջ նաեւ ներառված է արհեստական ոստիկանը։ Եթե խոսում ենք մեկ ֆոկուսանի ոստիկանների մասին, դա ամբողջությամբ փակվում է, փոխհատուցվում է, ավելի բարձր դասի ոստիկանների դեպքում կատարվում է համավճարի սկզբունքով, բայց իհարկե սա կարևոր իրադարձություն է, այսպես ասած, որովհետև շատ պացիենտներ հրաժարվել են վիրահատությունից հենց ֆինանսական խնդիրների պատճառով եւ նույն կատարակտը հասունացել է ու ավելի բարդ փուլ է հասել։ Ես հիմա շատ եմ լսում, որ խիստ ծանրաբեռնվածություն կա հենց այս ապահովագրության շրջանակում, այսինքն մարդիկ հիմա էլ չեն սպասում հասունանալու, չեն սպասում ֆինանսական հարց լուծելու եւ փաստորեն շատ փոքրիկ խնդրի դեպքում արդեն պատրաստ են վիրահատել։ Սա ինչ դրական ազդեցություն կունենա առողջապահական ոլորտի վրա հենց օֆթալմոլոգիայի տեսանկյունից։ Ինձ թվում է կարևոր նույն եթե խոսում ենք տարեցների մասին, շատերը ունեն կենցաղային սահմանափակումներ ցածր տեսողության պատճառով եւ ընդամենը մի քանի րոպե տևող վիրահատությունը կարող է այդ հարցը լուծել։ Ունենք տարեց պացիենտներ, ովքեր մենակ են ապրում եւ այդ ցածր տեսողությունը բավականին խանգարում է իրենց սեփական կարիքները հոգալու հետ կապված, իսկ այս պարագայում հնարավորություն կա անվճար վիրահատվել եւ սեփական կարիքները բավարարելու համար դա մեծ փոփոխություն է իհարկե։ Առողջ քաղաքացին ի վերջո շատ ավելի ֆունկցիոնալ է եւ հեշտ ապրող հարությունում։ Եվ վերջում կխնդրեի 1-2 շատ կարևոր խորհուրդ տալ առհասարակ տեսողությունը պահպանելու, լավ տեսողություն ունենալու համար, որպես եզրափակում փորձենք հետևել, եթե դրանք հեշտ են, հեշտ իրագործելի են։ Առաջին հերթին մի զբաղվեք ինքնաբուժությամբ, որովհետև լինում են դեպքեր, երբ իհարկե ներկայումս ունենք ինֆորմացիոն մեծ հասանելիություն, դա մի կողմից շատ լավ է, բայց երբեմն նաև բարդ հետևանքների է հանգեցնում, որովհետև բժիշկը օգնում է պացիենտին թիրախային մոտենալ եւ հստակ թիրախային բուժում է նշանակվում, որը օգնում է ժամանակին ազատվել տվյալ խնդրից կամ գոնե կանոնավորել հիվանդության ընթացքը։ Բայց երբեմն կիրառվում են դեղորայքներ, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը եւ երկարաձգում են բուժման process-ը,
Ու նաև ժամանակին դիմեք, եթե կա անգամ փոքրիկ գանգատ, որը ձեզ անհանգստացնում է, դիմեք, որովհետև ակնաբուժության մեջ շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել խնդիրը, որպեսզի կարողանանք մաքսիմալ օգնել պացիենտին։ Լավ, շնորհակալություն։ Կարծում եմ այս երկուսը արդեն իսկ շատ կարևոր են եւ արդեն իսկ եթե մենք դրանց հետևենք, կայուն հետեւողականություն ցուցաբերենք, բավականին լավ արդյունքներ կունենանք։ Մենք զրուցեցինք Wigmore կլինիկի ակնաբուժ Ռիմա Թորոսյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն այս կարևոր հետաքրքիր հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։